Վրաստան են գնացել Հայաստանի ու Ադրբեջանի փոխարտգործնախարարները եռակողմ հանդիպում, փակ ձևաչափով։ Պաշտոնական հաղորդագրությունները սեղմ են, քննարկվել են հարցեր, որոնք հետաքրքիր են երեք երկրներին։ Եռակողմ հանդիպումը չի հակասում եւ չի փոխարինում համագործակցության գոյություն ունեցող ձևաչափերին։ Ավելի շուտ դա երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերն են կառուցողական եւ փոխշահավետ ներգրավվածություն հաստատելու համար։ Տպավորություն է, թե այս հանդիպմանը նախորդող օրերին Ադրբեջանի նախագահը նախապատրաստվում էր կեղծ տեղեկատվական գրոհի տակ պահելով վրացի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Ադրբեջանա-վրացական մտերմությունը վերջին օրերին աչք էր ծակում։ Փորձագետները նկատում էին, որ թեև այդ երկրների հարաբերությունները տարիների պատմություն ունեն, բայց հիմա առավել նկատելի անցուդարձ կա։ Մի քանի օր առաջ էր Ալիևը պնդել, որ Ադրբեջանն ու Վրաստանը որպես տարածաշրջանային դերակատար երկրներ պետք է տարածաշրջանի հարցերը միասին լուծեն։ Երեկ ընդունել էր Վրաստանի նախագահին հանդիպմանը հայտարարել, որ կարևոր է միջին միջանցքի դերը, որը անցնելու է Վրաստանով ու Ադրբեջանով։ Ալիևին հաջողվում է ակտիվացնել իր նախընտրած հարթակները, խաղից դուրս թողնելով արտատարածաշրջանային միջնորդներին, որոնց անունը լսել չի ուզում։ Նաև Հայաստանի տարածաշրջանային դերն է նվազեցնում։ Վրաստանը իր հերթին տնտեսական հանգամանքներից ելնելով ադրբեջանական դիվանագիտական ժեստին ընդառաջ է գնում, համատեղ միջազգային պրոյեկտներ, մեծ ներդրումներ, փողը հարց է լուծում։ Ադրբեջանը շատ մեծ ներդրումներ ունի Վրաստանում եւ դրանով կարծես նաեւ կարողանում է ինչ-որ ձև ազդել որոշումներ կայացնելու եւ Վրաստանն էլ չի կարող անտեսել Ադրբեջանի ուղղությունը եւ չի էլ ուզում, որովհետեւ Ադրբեջանի հետ համագործակցությունը Վրաստանի համար ըստ էության շահեկան է։ Դա բնական է, այն հնարավորությունը, որ Ադրբեջանը տալիս է Վրաստանին, այլընտրանք չկա։ Բայց Ալիևի խաղերը չեզոքացնել հայկական կողմը ամեն դեպքում կարող է, որովհետեւ Վրաստանը շահագրգռված է տարածաշրջանային համագործակցությամբ։ Փորձագետն ասում է, մենք էլ տնտեսական խայծ ունենք, միայն թե պետք է դիվանագիտությունը գործի, որպեսզի ոչ թե դուրս մնանք անցուդարձից, այլ լինենք գործոն։ Ճիշտ է, Ալիևը հայտարարում է, որ Հայաստանին դուրս կթողնեն այդ միջազգային նախագծերից, բայց այստեղ հարցը այն է, թե ինչքանով է մեր երկիրը կառավարությունը աշխատելու տարբեր գործընկերների հետ եւ տարբեր նախագծերում մենք կարողանանք ներգրավել, օրինակ Հյուսիս հարավ այս նախագիծը, որ Իրանով, Հայաստանով, Վրաստանով նույնպես այլընտրանքային ճանապարհ հնարավոր է գործարկվի։ Այս առումով էլ մենք իրականում ենթակառուցվածքների մի փոքր բարելավելու խնդիր ունենք։ Նախորդին Հայաստանի արտգործնախարարը ասում էր, որոշ փորձագետներ պնդում են, որ խաղաղության խաչմերուկը հենց միջին միջանցքի ճյուղ է։ Այս նախագիծը սակայն տարածաշրջանում դրական առարկայական արձագանք չի ստացել, ու մինչև մենք մեջբերում ենք այդ նախագիծը թղթի վրա, Ալիևը հողի վրա երկաթուղի է կառուցում։ Տիգրան Եղիգորյան, ժամը լրատվական։